մասին, ընդհանուր ներկայացրեք այս պահին ինչ իրավիճակում է եւ ինչ իրավիճակում է տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդի վիճակը ծայրաշնչյան ծանր է, եւ նա ընդունվել է ծայրաշնչյան ծանր վիճակում, ժամը 12:50 րոպե, տեղափոխվել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից, իր մոտ արկա էր գլխացավեր, գիտակցության կորուստ եւ նա մեզ մոտ ընդունվեց անգիտակից վիճակում, անմիջապես կատարվեց կոմպյուտերային տոմոգրաֆիա եւ մենք տեսանք, որ իր մոտ կա գլխուղեղի արյան զեղում։ Եվ այդ արյան զեղումը առաջացել է այն պատճառով, որ իր մոտ առաջացել էր տրոմբոհեմորագիկ համախտանիշ իր հիմնական հիվանդության կապակցությամբ, սուր լեյկոզի կապակցությամբ։ Սուր լեյկոզի դիագնոզը դրվել է 3 մի օր ընդամենը տևեց դիագնոզը։ Այս պահին ինչ միջոցառումներ են իրականացվում։ Այս պահին հիվանդը գտնվում է արհեստական շնչառության տակ, կատարվում են իր բոլոր հեմոդինամիկ ցուցանիշների կորեկցիան, հսկողություն, նա ստացել է համապատասխան ուրեմն տրոմբոցիտար զանգված, թարմ սառեցված պլազմա, էրիթրոցիտար զանգված, որը այս վիճակներում ընդհանրապես արվում է բոլոր աշխարհի երկրներում։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր անեստեզիոլոգ ռեանիմատոլոգ Գյումրի Անատոլի Սերգեյ։ Եվս մենք հարցազրույցին ներքևում խոսում են, որ կոմայի մեջ է արդեն դուրս է եկել կոմայից։ Ոչ, նա գտնվում է կոմայի մեջ, նա ընդունվել է կոմայի մեջ եւ գտնվում է կոմայի մեջ։ Ընդհանրապես նման ձևի արյան զեղումների ժամանակ հնարավոր չէ, որ մեկ օրվա մեջ կոմայից դուրս գա։ Եվ դրա հետ միասին նա գտնվում է դեղորայքային կոմայի մեջ, որտեղ մենք իրան քննացնում ենք եւ սինխրոնիզացնում ենք արհեստական շնչառության ապարատի հետ։